Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Մուշի ջրվեժները գրգին գոհոսին, Հորմուզի նեղուցը պիտի վերապացվի անգախ ամեն ինչ են։ Մուսա Ալերյան ինքնաբաշխանությունը թիմադրության խորհրդանիշ։ Սփահանի մեջ զոհված է Իրանահայմը, Ադրբեջանը գյուրացնել Քաթրան Թավրիզեցիի ժառանգությունը, Արցախցի Բադանին քիմիայի համառուսաստանյան գիտական մրցույթի մրցանակագիր, ինչպես ճիշտ եպել եւ ներգել Զատկվա Հավգիտը։ Վերջին օրերու առատ անցերվներուն շնորհիվ Մուշի ջրվեժները գրգին գոհոսին։ Բնության սիրահարները գայցել են շրջան վայելելու ջուրի ուժն ու գեղեցկությունը։ Հոսքի արագությունը աճած է, իսկ ջրամբարներուն եւ փոքր հոսքերուն մեջ ջուրի ծավալը։ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ալ Ջազիրային դված հարցազրույցին մեջ հայտարարած է, թե Վաշինգտոնը չընդունիր Իրանի պահանջները Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Անոր խոսքով պատերազմեն յետ նեղուցը պիտի վերապացվի մեկ ցևով կամ մյուսով։ Ռուբիոն նաև զսկուշացուցած է, որ եթե Իրանը շարունակե խոչընդոտել նավարկությունը, պիտի փախի իրական հետևանքներու։ 1915 թվականի առաջին համաշխարհային պատերազմի տարիներուն Մուսա Լերան հայ բնակիչները հերոսապար գազմագերբեցին ինքնաբաշխանություն։ Լերան ստորոդի 6 հայկական գյուղերը մերժեցին դեղահանություն, զայն համարելով մահվան դատավճիռ։ Ինքնաբաշխանությունը տևեց 53 օր։ Մոտ 5000 մարդ բարձացավ լեր, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ էին։ Պաշտպանությունը գազմագերբեցին շուրջ 600 զինված կամավորներ։ Հայերը թիմադրեցին Օսմանյան հարձակումներուն, մինչև որ ֆրանսական գիշեր ռազմանավի նավաստիները նկատեցին զանոնք։ Ավելի քան 4000 մարդ տեղափոխվեցավ Եգիպտոսի Բորցայիդ։ Այս պատմությունը հիմք հանդիսացավ Ֆրանս Ուերֆելի Մուսա Լերան 40 օրը վեբին համար, որը դարձավ միջազգային մեծ հաջողություն, ոգեշնչելով շատերուն իբրև թիմադրության եւ կյանքի գամքի խորհրդանիշ։ Հայաստանի մեջ կառուցված է հուշարձան նվիրված այս հերոսական պայքարի մասնակիցներուն։ Իրանի մեջ շարունակվող ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողություններուն շրջանակին մեջ զոհված է հայ համայնքի անդամը։ Մարտ 26-ին Սփահանի մեջ տեղի ունեցած բայթումին հետևանքով զոհված է իրանահայ Հովանես Սիմոնյանը, ով գփնակեր նոր ճյուղայի մեջ։ Դեղեցությունը հաստատած է Ալիք թերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը, նշելով, որ Սիմոնյանը զոհված է իր աշխատասենյակին մեջ ուժեղ հարվածներու ժամանակ։ Իրանական աղբյուրներու համաձայն Սփահանի բնակելի թաղամասերեն մեկուն վրա իրականացված հարձակման հետևանքով զոհված է 26 մարդ, որոնց մե ավելի քան կեսը խաղաղ բնակիչներ էին, ներառյալ կիներ եւ երեխաներ։ Առայժմ հստակ չէ, թե վնասներ հասցված են արդյոք նոր ճյուղայի հայկական մշակութային ժառանգության, ներառյալ Սուրբ Ամենափրկիչ վանքը եւ այլ պատմական կառույցներ, սակայն արգա դվյալներով ուղղակի վնասներու մասին տեղեկություններ չկան։ Նոր ճյուղան կհամարվի Հայաստանի սահմաններեն դուրս գտնվող ամենահին հայկական համայնքներեն մեկը։ Փետրվար 28-ին սկսած եւ արդեն գրեթե 1 ամիս շարունակվող ռազմական գործողությունները հանգեցուցած են դարաշրջանային լարվածության սրման, Իրանի կողմէ իրականացվող պատասխան հրթիռային եւ անօդաչու հարվածներով։ Ադրբեջանական կողմը կշարունակե մշակութային ժառանգության յուրացման քաղաքականությունը, այս անգամ թիրախավորելով 11-րդ դարու Բարսիկ նշանավոր բանաստեղծ Քաթրան Թավրիզեցին։ Ան կհանդիսանա Խորասանյան բանաստեղծական դպրոցի վառ ներկայացուցիչներեն մեկը եւ իր ստեղծագործություններով կարևոր դեր կգրավե բարսկական քրագանության պատմության մեջ։ Հակառակ պատմական եւ գիտական հստակ փաստերուն ադրբեջանցի հեղինակներ կփորձեն Քաթրան Թավրիզեցին ներկայացնել իբրև ադրբեջանցի բանաստեղծ, աղավաղելով անոր ցակումն ու մշակութային պատկանելիությունը։ Մասնակիցներ կնշեն, որ նման մոդեցումները ոչ միայն կխեղաթյուրեն պատմական իրականությունը, այլև կվտանգեն տարածաշրջանի մշակութային ժառանգության ճշգրիտ ընկալումը։ Քաթրան Թավրիզեցի ստեղծագործությունները գրված են բարսկերենով եւ գարդացել են Խորասանյան դպրոցի ավանդությունները, ինչ որ անգամը եւս կվկայե անոր իրական մշակութային պատկանելիության մասին։ Պիտիկորսկի թիվ 5 միջակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սանասար Սարգսյան դարձած է քիմիայի համառուսաստանյան դպրոցական գիտական մրցույթի դարաշրջանային աստիճանի մրցանակագիր, գլխավորելով 10-րդ դասարանցիներու մրցանակագիրներու ցանկը։ 2025 թվականին ան դարձած է քիմիայի օլիմպիադայի քաղաքային շրջանի հաղթող, ինչպես նաև աշխարհագրության մեջ արժանացած է մրցանակային դեղի։ Սանասարը Արցախեն է, ան կսիրե գիրքեր կարդալ, կսպաղի նկարչությամբ եւ գերազե մասնակցիլ քիմիայի համառուսաստանյան օլիմպիադայի եզրափակչին։ Ան նաեւ կձրակրե ընդունվել Մոսկվայի պետական համալսարան եւ դառնալ բժիշկ։ Սուրբ Սադիգի Դոնին սեղանի գլխավոր զարդը ներկված հավգիտներն են։ Ավանդաբար անոնք կներկվին սոխի գեղևով, ստանալով գեղեցիկ կարմիր կամ սրճակույն երանգներ։ Հավգիտը կպատվի սոխի գեղևով, երբեմն նաև կանաչ տերևներով, հետաքրքիր նախշեր ստանալու համար։ Ապա կգաբվի թելով եւ գեպի սոխի գեղևով ջուրի մեջ մոտ 20-30 վայրկյան։ Եփել են յետ հավգիտներուն կկսեն ցետ, որբեսի ավելի փայլուն եւ գեղեցիկ երևին։
Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։